Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրավական հարց 3 հայառաքելական եկեղեցին կարգալույծ արեց հովհանանքի հոգևոր հովիվ Տերարամին։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկը նշել է, որ խախտվել է Տերարամի աշխատանքային իրավունքը եւ 2 ամիս առաջ պետք է ծանուցվեր Տերարամը, որ կարգալույծ է արվելու, ինչ կասեք։ Ուրեմն նման իրավակարգավորում չկա, 2 ամիս առաջ ծանուցելը վերաբերում է աշխատողների հաստիքը կրճատելու, պահանջը նախատեսված է աշխատանքային օրենսգրքում 115-րդ հոդվածում, նման պահանջ չկա, ճիշտ ասած թե իշխանական իրական ֆակտորը որ չեն տիրապետում եւ իրավունք չեն վերապահում ուշադրություններով զբաղվել, դա իրենց ներքի խնդիր է, բայց նման իրավակարգավորում աշխատանքային օրենսգրքում նախատեսված է նորից եմ կրկնում միայն հաստիկների կրճատման հիմքով ազատելու դեպքում, բայց տեղի կարծում եմ, որ ստե հաստիկի կրճատումը չի եղել պատճառը, հետևաբար չեմ կիսում այդ տեսակետը, ինչ վերաբերում է եկեղեցականների դեմ պայքարին, ես նորից եմ ասում, ես պատահական չէր, որ իմ ելույթում ասացի, որ սա կոնկրետ եկեղեցականի դեմ ուղված չի, այս սրբազանները, որ կալանավորված են, իրենց դեմ չի ուղված, սա ուղված է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ու նորից եմ կրկնում, Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայապահպանման գործում, սա ուղղված է հայապահպանման դեմ, հետևաբար իշխմիածնի ընտրությունները պետք է չդիտարկել զուտ քաղաքական, իրավական իմաստով համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, հետևաբար այս ընտրությունները դե յուրե, այսինքն իրավաբանորեն քաղաքական ընտրություններ են, այստեղ իրականում ընտրությունը կատարվելու եկեղեցականների եւ եկեղեցապաշտների միջեւ։ Խաչիկ Մանուկյանը եկեղեցապաշտ մարդ է, դրա համար ես հարգում Էշմիածնեցիներին, այդ մյուս համայնքների, ովքեր որ իրավունք ունեն ընտրություններին մասնակցել, որպես քաղաքացի, որպես իրավաբան, խնդրում եմ ընտրել հայրենի կուսակցությանը իդեմս Խաչիկ Մանուկյան։